Անուն Հոր և Որդու և Որդուն Սրբո ամեն։ Նախ սիրելի հավատացյալներ, փառք ու դանք Աստուծո, որ Աստված մեզի այս գեղեցիկ առիթը տված է, որ 40-օրյա բահեցողության այս թանկագին ժամանակաշրջանին մենք ամեն շաբաթ մեծի դանն Գիրիգո կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի գազմագերված այս գեղեցիկ երեգոն մտամփոփման առիթը ունենանք այս աղոթքին ընդմեջեն նախ մենք մեզ վերանորոգելու, մեր հավատքը զորացնելու, մեր ուխտը վերանորոգելու եւ այս հավատքով առաջնորդվելու դեպի մեր Տիրոջ եւ Փրկին Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Այս առիթով հատուկ շնորհակալություն գայտնեմ քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին, Արի Ստեփանոսին Արոշնին, որոնք այս առիթը նաև գնձայեն մեզի, որովհետեւ մենք հալկանք եւ միասին իրարու հետ բոլորս աղոթագից նախելանք իրարու եւ վերանորոգենք մեր հավատքը եւ մեր հավատարմությունը Աստծո հանդեպ։ Այսօրվա որպես նույն ընդրած եմ, ինչպես այսօր պսավ, Աստուծո շնորհներուն բարի տնտեսներ նույնը, որովհետև ինչպես գիտեք, արդեն բահեցողությունը գահասնի ավարտին եւ մենք երկու շաբաթ պիտի ունենանք ավակ շաբաթ։ Եվ լավ է, որ աստնույթին ընդմեջեն մենք որպես հավատացյալներ նախ մեզ մեր յուրաքանչյուրը ինքն իր անձը դիտե որպես Աստծո շնորհքով օժտված եւ Աստուծո տնտեսը, այսինքն Աստուծո բարքին համար գործող, ապրող եւ հետևող յանքի։ Ճիշտ է, որ մենք մեծ բահոս շրջանին նաեւ գիրագի ունի, որ գոչված է տնտեսի գիրագի, բայց ես այսօր ավելի պիտի անդրադառնամ Աստծո շնորհքին, այն շնորհքը, որ Աստված տված է մեզ մեր յուրաքանչյուրին։ Այն շնորհքը եւ բարգեւը, որ Աստված օժտած է մեզ մեր յուրաքանչյուրին։ Եվ այնքան գեղեցիկ ցևով տված է Աստված մեզի շնորհներ, որ բոլորս ալ մեզ մեր ովևէ մեկը մյուսին չնմանիր։ Երբեմն մենք կփորձենք նմանիր իրարու, երբեմն մենք կփորձենք ընտորնագել իրար մեր, բայց մենք որպես Աստծո զավակներ սիրելի հավատացյալներ, Աստված այնպիսի ցևով μας ստեղծած է մեզի, որ յուրաքանչյուրը իր հատուկ շնորհք ունի, իր հատկություն ունի, իր հատուկ բարգև ունի եւ հատուկ դեղ ունի Աստծո կողմ։ Եվ հետեւաբար այսօր նախ առաջին հերթին, որպես Աստծո շնորհքով օժտված տնտեսներ, պետք է մեզ մեր յուրաքանչյուրը նախ դիտե ինքն իր անձը եւ փորձե ինքն իր անձին մեջեն գտնել այն հատկությունը, այն շնորհքը, այն բարգեւը, որ Աստված տված է մեզ մեր յուրաքանչյուրին։ Եվ հոսե որ կսկսի մեր հոգեվոր կյանքը սիրելիներ։ Երբ որ կսկսենք մենք մեր անձին նայել, սկսենք մեր անձերու վրա աշխատել, սկսենք յուրաքանչյուրը մեզ մեր դիտե ինքն իր կյանքը, ինքն իր հոգին, կնե մեզ մեր յուրաքանչյուրը ինքն իր սիրտը Աստուծո օժանդակությամբ, Աստուծո օրհնությամբ, հոմ պիտի սկանք այդ շնորհները եւ պիտի սկսենք այդ շնորհներով ապրել, այդ շնորհներով շնչել, այդ շնորհներուն հետևել եւ այդ շնորհներով որպես քրիստոնյաներ ապրել եւ ապրեցնել մեր շուրջը։ Ես այսօր պիտի անդրադառնամ Պետրոս Արաքյալի առաջին նամակի 4-րդ գլուխ 7-11-րդ համարները, ուր գսե ամեն բանին վախճանը մոտեցել, հետևաբար ըսկաստ եւ արթուն եղեք աղոթքի նվերվելու համար։ Ինչ գեղեցիկ է, երբ գսե ամեն ինչին վախճանը մոտեցած է։
Արաքյալը անուղագի ցեղով այստեղ մեզի ասել գուզե, որ մեր յանքը գարջ ավարտում։ Ամեն ինչը մեր յանքի մեջ վախճան ունի։ Եվ մենք որպես դնդեսներ չգարցենք որևէ մեկ ադեն, որ մենք մնայուն ենք։ Չգարցենք, որ մենք երկար ենք այս աշխարհի վրա, որովհետև ոչ ոք գիտե մեզ որ իր առաքելությունը երբ գաբարդի։ Որևէ մեկը մեզ չգիտեր, որ իր ժամանակը երբ կվերջանա։ Հետևաբար գսե առաքյալը արթուն եղեք եւ աղոթքով ձեր կյանքը ապրեցեք։ Ինչ գեղեցիկ արտահայտությունը, եւ Քրիստոս նաեւ ավետարանի մեջ ասավ արթուն եղեք։ Արթուն լալ գնշանակի հոգեպես արթուն լալ։ Արթուն լալ գնշանակի հսկել մեր հոգիներուն վրա, հսկել մեր անձերու վրա, որովհետեւ մեղքը չգարենա վտանգել մեր կյանքը։ Մեղքը չգարենա մուտք գործել մեր կյանքերից։ Արթուն լալ գնշանակի հսկել մեր գործերու, մեր կյանքի, մեր ապրելակերպին։ Արթուն լալ գնշանակի գաբը հաստատ բահել Աստծո հետ։ Աղոթքի զորությամբ։ Եվ հոս վստահ որ ֆիզիկական արթունության մասին չէ որ գխոսի։ Ասեցուց է առաքյալը մի քնանակ բազաբես գիշերը ծեր մարմինները հանգստանալու համար հոս հոգևոր ունի մասին է որ գխոսի։ Հոգեպես կսե պետք է արթուն մնանք։ Որովհետև եթե բադահի որ մենք վարգյան մքնանանք հոգեպես գնա մեղքը կալ եւ վտանգել մեզ։ Գնա խավարը կալ եւ իշխել մեր կյանքին վրա։ Երբ մենք Քրիստոսով, Քրիստոսի զորությամբ, Քրիստոսի լույսով գլուսավորվենք, մենք այն ադեն է որ արթուն կմնանք։ Եվ այս մեկը գսե գլա աղոթքի զորությամբ։ Եվ ահա ասիկոս նաև առաքյալը շեշտը գտնե աղոթքի կարևորությամբ։ Աղոթքը սիրելիներ մեր հոգևոր սնունդը է։ Աղոթն է որ գզորացնե մեր հոգին։ Աղոթն է որ գզորացնե մեր հոգևոր կյանքը։ Եվ այստեղ ասկի առաջ վստահաբար ցեզի խոսված է աղոթքի մասին, ես աղոթքի մասին պիտի չխոսին կամ մի չան կատարնամ, միայն ամբողջ ցեղով պիտի ասեմ, աղոթքը գապն է Աստծո հետ։ Եթե այդ գապը գդրվի, նաև մեր հոգևոր կյանքը կգդրվի։ Նաև մեր արթուն ըլլալը կդատրի։ Հետևաբար աղոթն է որ մեզի արթուն կբահե։ Աղոթն է որ մեզի ամուր գբահե մեր գաբը Աստծո հետ։ Եվ ադոր համար առաքյալը գանցատարնա աղոթքի կարևորության։ Աղոթք հոգիով աղոթել, գապվածությամբ աղոթել, սիրով աղոթել։ Աղոթած ադեմ պետք է ասկան, որ Քրիստոս ներկա է մեր կյանքի մեջ։ Պետք է ասկան, որ մենք իսկապես կխոսենք Աստծո հետ, կհարաբերենք Աստծո հետ։ Եվ ոչ թե աղոթքը բարձրապես արդասանություն է, փար է, բարդականություն է, աղոթքը բարդականություն չէ։ Աղոթքը սնունդ է։ Ինչպես որ մենք ամեն օր սնունդի պետք ունենք, որովհետեւ մեր մարմինները առողջ պահենք, նույնպես մենք աղոթքի պետք ունենք ամեն օր, որովհետեւ մեր հոգիները արթուն մնան։ Մեր հոգիները արթուն մնան։ Եվ մեր գաբը չխզվի Աստծո հետ։ Եվ ադոր համար ես միշտ կսեմ, ամեն օր մենք պետք է բահ ստեղծենք աղոթքի։ Չսենք այսօր արի չեղավ, չսենք այսօր ժամանակ չունեցա, չսեմ այսօր հոգնած եմ, վաղը գաղոթեմ։ Աղոթքը չի հետացկվիր։ Ինչքան սպաղած լամ, ինչքան առօրյաս լեցուն ըլա, անպայման պետք է բահ ստեղծեմ աղոթքի։ Եթե նույնիսկ երկու բառ խոսին Աստծո հետ, արդեն աղոթք է, եւ հոն է որ գաբը հաստատ կմնա, եւ այդ գաբին վրա մենք պետք է բոլորս աշխատենք։ Ամեն բանի առաջ կսե սրտանց սեր ունեցեք իրարու հանդեպ, որովհետև սերը պատճառ կլա, որ ձեր բազմաթիվ մեղքերը ներվին։
մեր քրիստոնեական հավատքին հիմքն է սերը, աստվածային սեր։ Ինչ գեղեցիկ ձևով առաքյալը կբացատրե։ Երբ որ սեր կա մեր կյանքի մեջ, ամեն ինչ կարող է նշանակել։ Երբ որ սեր ունենք մեր կյանքի մեջ, ամեն ինչ ունենք։ Ամենահարուստ մարդն ենք։ Որովհետև սերն է, որ մեզի նոր անց կդարձնի։ Եվ այստեղ մենք մի քանի օր յետք եկող շաբաթ մենք պիտի դոնենք հարության դոնը։ Ինչ է հարության դոնը։ Ինչ խորհրդանիշ է։ Աստուծո անսահման սերը մարդուն հանդեպ։ Այնքան սիրեց Քրիստոս մեզի, Աստված այնքան սիրեց, որ որդին տվավ, եւ որդին խաչին վրա իր արյունը տապեց մեզի համար, որովհետև ինձի, քեզի եւ մյուսին սիրեց։ Եվ հոն է, որ Քրիստոս սերը բացատրեց, արտահայտեց իր սերը մարդուն հանդեպ։ Սեր կնշանակե զոհողություն, սեր կնշանակե անսահման նվիրում, անց նվիրում։ Քրիստոս իր անձը նվիրեց, իր անձը զոհեց մեզի համար։ Եվ ասելով մենք պիտի տեսնենք, կամ պիտի հասկանանք սիրո իմաստը։ Երբ որ մենք գսենք գսիրենք Աստված, այդ սերը գարդահայտենք մեր նմանը սիրելով։ Որովհետև Քրիստոսը ասավ, երբ որ քո նմանը սիրես, ինձ սիրած կլաս։ Այսօր եթե հարցնենք մեկը մյուսին Աստված գսիրեց, այն մարդ այո իրես։ Բայց Քրիստոս այսօր գուզե այդ այոն դեսնե մեր փորձնական կյանքի մեջ, իրար սիրելով, իրարու հանդեպ սեր ունենալով, իրարու ցերկ երգարելով, իրար օգնելով, իրարու հանդեպ դրական վարմունք ունենալով։ Այս է սերը։ Սերը հարկանքն է, սերը ցերկ երգարելն է, օգնելն է, սերը ժպտալն է իրարու։ Այս է սերը քրիստոնեական մեր հասկացողությամբ։ Եվ հետևաբար այսօր երբ որ գսեմ ես Աստուծո գսիրեմ, այսօր Աստված գուզե այդ սերը կորզնականորեն մենք արտահայտենք։ Իրար սիրելով։ Որովհետև դժբախտաբար այսօր գիտակցաբար, անգիտակցաբար երբեմն իրար կնեղացնենք, իրար կվերավորենք, իրարու հանդեպ ոչ բնական արտահայտություններ ունենանք, եւ ատում բոլորը պատճառ են սիրո բագասության մեր կյանքի մեջ։ Որովհետև երբ սեր ըլլա, մենք սկսենք բոլորովին կյանքը դարբեր դիտել։ Քրիստոս երբ որ գադարելությամբ ասավ, հարութենեն երբ նոր կյանք բերավ մարդկության, սիրո կյանքը, մեծակույն բադվիրանն է, չէ՞։ Հարցուցին, ինչն է մեծակույն բադվիրանը, Հիսուս ասավ, սիրեցեք իրար, նաև սիրեցեք ձեր թշնամիները։ Մենք մեզի համար ասպարը դժվար գտվի, բայց երբ որ մենք հավատքի կյանքի մեջ, հոգևոր կյանքի մեջ գխորանանք, գաբրին մեր գաբը գզորացրենք Աստուծո հետ, գսկսենք հասկանալ իմաստը, թե ինչ կնշանակե իրար սիրել։ Հյուրասիրություն ցույց տվեք իրարու, առանց դրդնչալու։ Ահա վասիկ սիրո արտահայտության մեկ ամբողջություն է, որ գսե հյուրասիրություն ցույց տվեք իրարու, առանց դրդնչալու։ Ցեզմե յուրաքանչյուրը իբրև Աստուծո բազմատեսակ բարգևներու իբրև դնդես իր ստացած շնորհքը ուրիշներուն տողմա դագարարե։ Ինչ գեղեցիկ արտահայտություն առաքյալին կողմ է։ Ձեր շնորհները գսե օգտագործեցեք իրար օգնելով։ Իրարու հանդեպ բաժնեցեք այն շնորհները, ինչպես քիչարաչսի, երբեմն մեր կյանքի մեջ բոլորս գամաթի ագամա գիտակցաբար անգիտակցաբար գնտորնագենք, ուրիշին գնայինք, ուրիշեն գարնենք, ինչու ինքը ունի ես չունիմ, ես ալ պետք է ունենամ իր ունեցածը, գնտորնագենք ուրիշներուն սովորությունները, բայց այսօր առաքյալը մեզի գսե, պետք չունիս ընտորնագելու, դու նալ ունիս շնորհք, բայց այդ շնորհքը արտահայտեք ու կյանքիդ մեջ։ Մինայր ուրիշին ունեցածին, դու նալ ունիս, բայց պնդրեք ու ունեցածդ ու կյանքիդ մեջ, պնդրե ունեցածդ, պնդրե անցդ կնե, նայիր ուր է ու շնորհքը,
ինչ է ու շնորհքը եւ փորձի ադիգա մեջտեղ բերել։ Երբ որ մեջտեղ բերենք մեր ունեցած շնորհքները, մենք պետք չունենք ուրիշին մայելու։ Մենք պետք չունենք ուրիշին ընտորնագելու։ Մենք պետք չունենք ցանկալու ուրիշին ունեցածին։ Որովհետեւ մենք ունենք։ Մենք հավանաբար ավելի լավ ունենք։ Բայց մենք մերը չենք տեսած, չենք փորձել տեսնել մեր շնորհքը, մեր բարգեւը, մեր հարստությունը, որ Աստված մեզի տված է։ Եվ հոսեցրելի հավատացյալներ, մեզ մեր յուրաքանչյուրը պետք է պնդրե իր շնորհքները ինքն իր անձին մեջ։ Աստված անսահմանորեն մեզի շնորհքներ տված է, բարգեւներ տված է։ Ամեն ինչ տված է, գադարելություն տված է։ Գմնա մեզի պնդրել անոնք բոլորը մեր կյանքի մեջ։ Փոխանակ ուրիշին երթալու, ուրիշին մեջ պնդրելու, ուրիշին ունեցածը ցանկալու, մենք մերը պնդրենք, զարգացնենք, զորացնենք, մեջտեղ բերենք եւ մենք գնանք շատ ավելի լավ ունենալ, գնանք շատ ավելի լավ ըլլալ, եթե երբեք հավատքով եւ Աստուծո ապավինելով գործենք եւ ապրենք մեր կյանքը։ Օրինակներ գուդարակյալը գսե խոսելու բարգև ունի, մեկը ցեզ մե թող Աստուծո բատկանները մատակարարե։ Դու գնաս խոսիլ, փոխանակ ասի սավի մասին խոսիս, Աստուծո բարգևների մասին խոսի, Աստուծո խոսքերը տարածե։ Եվ ահա բասի խոսքեր կեղեցիկ ցևով, երբեմն գիտեք, մեր կյանքի մեջ հավաքական դեղեր գլան, իրարու կողքովի գուկան, փոխանակ անիմաստ այսպես բահեր ունենալու փորձենք Աստուծո խոսքով, շնորհքով օգտակար խոսակցությունը ունենանք, զրույց ունենանք իրարու հետ։ Փորձենք լավ նյութեր քննարկել, փորձենք քրական բաներ խոսել, լավ բաներ խոսել, օգտակար բաներ խոսել։ Զարայելու գսե բարգև ունի մեկը ցեզ մե թող զարայե, որքան որ Աստված կարողություն կուտա։ Զարայելու շնորհք ունի, զարայենք մինչև որ ինչ որ կարողություն ունի, այսինքն հոգիով սրտով, մեր ամբողջ ուժը տնենք, մեր ամբողջ շնորհքը տնենք զարայության տաշտին մեջը եւ զարայենք։ Որովհետեւ ամեն ինչով Աստված բարավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչ գեղեցիկ Գրեթե փագում մգնե արաքյալը գսե ան ծեր կորձերը ծեր շնորհքները խոսելու շնորհքը զարայելու շնորհքը ինչ որ գնեք ծեր կյանքի մեջ ըրեք Աստուծո բարգին համար եւ շատ կարեւոր է սիրելիներ որովհետեւ երբ որ գսկսենք մենք մեր անձերու մասին մտածել երբ որ գսկսենք մեր բարգին համար աշխատել գծախողենք Երբ որ սկսենք մեր եսին համար մտածել, մեր եսին համար աշխատել, գծախողենք։ Երբ որ սկսենք Աստուծո բարգին համար ծառայել, Աստուծո բարգին համար գործել, Աստուծո բարգին համար ծառայել, խոսել, շնորհքներ օգտագործել, Աստված կբարձրացնե։ Աստված ավելիով կուտա։ Աստված առավել ուժ կուտա մեզ մեր յուրաքանչյուրին։ Որովհետև Հովանու ավետարանի մեջ գսե Հիսուս, ով որ իր անձը գսիրե, գգործընծնես այն։ Իսկ ով որ իր անձը ուրիշին համար, գաբրի, հավիդնական կյանքի մեջ դեր ունեցած կլա։ Երբ որ մենք մեր եսին համար գգործենք, երբ որ մենք մեր եսին համար գաբրինք, մեր բարգին, մեր եսին, մեր երևնալուն իմաստություն կգործվենք, օր մգինանք հավանաբար մարդի ժամանակավոր ձապահարեն, բայց շատ երկար չի ադիգա բայց երբ որ մենք Աստուծո բարգին համար կգործենք գսենք, որ ինչ որ մենք մեր կյանքի մեջ գնենք Աստուծո համար է որ գնենք եւ այս գիտակցությամբ կգործենք, գապրին, գզարայենք հոն է որ Աստված երկինքեն օրհնելով օգնի Հոն է որ Աստված կքնահատե, հոն է որ Աստված ավելիով գոչտե մեզի, իր շնորհքներով, իր բարգևներով։ Եվ հոն այլևս
մենք մեր անձերը դժահենք հավիտենականության մեջ։ Որովհետև մենք գաբրին ոչ թե այս աշխարհին համար, մենք գաբրին հավիտենականության համար։ Գնահատանքը մենք Աստծո է որ սպասենք, ոչ թե մարդուց է։ Մարդուց գնահատանքը ժամանակավոր է։ Մարդիկ այսօր գնան քեզի գնահատել, նույն մարդիկը վաղ քեզի գնան գնահատել։ Բայց Աստված երբ որ գնահատե, Աստծո գնահատանքը մնայուն է։ Աստծո գնահատանքը հավիտենական է։ Աստծո գնահատանքը թակավորության համար է, որ ինձի քեզի եւ բոլորիս պատրաստած է։ Եվ սիրելիներ, մենք այս գիտակցությամբ պիտի ապրենք մեր կյանքը։ Մենք մարդոց պիտի չծառայենք, մենք Աստծո պիտի ծառայենք։ Եվ հետևաբար այսօր մանավանդ այս նյութը, որ մենք Աստծո շնորհքներով բարին դեսներ նյութը, որ ուզեցի անպայմանորեն այսօր մենք սերտենք, խոսե որ մենք որպես դնդեսներ պետք է որպես եզրափակիչ խոսք այսօրվա կամ ամփոփ ավարտ մեր այսօրվա այս երեկոն բագենք սելով, որ մենք այս աշխարհի վրա դնդեսներ ենք։ Դժբախտաբար մեզ մեջ շատերը երբեմն կգործեն, որ իրենք են այս աշխարհի դերն ու դիրականը։ Բոլորս արտահայտություններ ունենանք մեր կյանքի մեջ, ասելով թե մերը, ասիկա մերն է, մեր դունը, մեր զավակները, մեր ընտանիքը, անոնք մերը չեն։ Բոլորը Աստծո դեպքան։ Բարձրապես Աստված մեզի դված է անոնք օգտագործելու իր փառքին համար։ Նույնիսկ իմ զավակս ու զավակը քուգը չեն։ Աստծո դեպքան։ Աստված մեզի մեր զավակները դված է, որ մենք քրիստոնեական դասերակցությամբ դասերակենք, Աստծո մոդեցնենք, Աստծո շնորհքով դասերակենք։ Եվ որ այսօր Աստված ինձի քեզի վկայական գուտա, հաջողություն գուտա, ոչ թե գուտա, որովհետեւ ադիկա մենք ադորմով հբարդանանք, ոչ։ Գուտա, որովհետեւ մենք անոնց ճամփով փորձենք իրարու օգտակար լալ։ Անոնց գործածենք կյանքի մեջ, գործածենք բարի նպատակին համար, որպես դնդեսներ, որովհետև բոլորս սիրելիներ ճամփորդ ենք, հյուր ենք։ Այս աշխարհի վրա մնային մեկը չի գա։ Դնդես ենք, գուկանք Աստծո, գողմե մեզի դրված շնորհքները, բարգևները, գալվածները, ինչ որ ունենք, որ Աստծո կպատկանին, եկած ենք բարի ձևով, հավատարմության, Աստծո շնորհքով դնդեսելու։ Եվ երբ որ դնդեսությունը կվերջանա մեր, Աստծո մի ներկայանք կսելու ահավասիկ ով դեր, ինչ որ դվիր, ահա քեզի կվերադարձնեն։ Մենք պիտի ունենանք այս համարձակությունը, երբ որ մենք վերադառնանք Աստծո կողմ, ասելու որ ով դեր քու դվածդ, ահա մենք քեզի ավելիով կվերադարձնենք։ Հոսե սիրելիներ, մենք որպես քրիստոնյաներ այս գիտակցությամբ գաբրինք մեր կյանքը։ Այսօր ես դու մեզ մեր յուրաքանչյուրը որպես դնդես երբ որ եւ վերադառնանք վաղ Աստծո կողմ, ինչ պիտի դանենք մեզի հետ։ Նույնական ֆիզիկական ոչինչ, բայց պիտի դանենք մեր հոգիները։ Մեր հոգիները պիտի դանենք հարուստ, թե պիտի դանենք մեր հոգիները աղքատ։ Հետևաբար հիմա արիտ է, որ մենք մեր հոգիները զորացնենք, հարստացնենք։ Շնորհքները արադորեն դրված են մեզի, օգտագործենք, փնտրենք ամեն օր աղոթքի զորությամբ, փնտրդուք կատարենք, տեսնենք թե Աստված մեզի շնորհք որ դված է, ինչ է մեր շնորհքները։ Հանենք մեջտեղ, օգտագործենք, ծառայենք, բաժնենք, օգնենք, բարի գործերով դրամատրենք։ Եվ անոնք պատճառ կլան, որ մեր հոգիները հարստանան, եւ երբ որ մենք պիտի վերադառնանք, գարենանք ներկայանալ Աստծո եւ ասել ահավասիկ ով դեր հու դված բարիկներդ քեզի կվերադարձնեն։ Եվ հոն դերը պիտի ասի ապրիկ իմ հավատարիմ ծառաներս։ Մենք այս գնահատանքին է որ պետք ունենք սիրելիներ։ Եվ մենք այս գնահատանքին համար է որ գաբրինք որպես քրիստոնյաներ։ Մենք որպես հավատացյալներ, որ այսօր կողքովի եկած ենք, այս գիտակցությամբ ապրելու համար է, որ մենք եկած ենք հոս,
մեր հավատքը վերանորոգելու։ Երկրորդ շաբաթ մենք հարության դոնը պիտի դոնենք, հարության դոնը մեր անձը վերանորոգելու, մեր հավատքը վերանորոգելու, նոր անձեր դառնալու արիթ է մեզ մեր յուրաքանչյուրին։ Մենք պիտի զգանք նորությունը, պիտի զգանք, որ մենք վերանորոգված ենք գալիք օրերում, ավագ շաբաթ եւ սուրբ հարության դոնին։ Պիտի զգանք, որ մենք նոր անձ եղած ենք, փոփոխություն մը գա մեր կյանքի մեջ։ Մեր հոգիները առավել եւս հարստացած են։ Եթե գսկանք կնշանակե, որ հոն մենք սկսած ենք այդ հարության կյանքը ապրիլ ունենալ։ Եվ այսօր գաղութեմ եւ գմախտեմ, որ մեզ մեր յուրաքանչյուրը այս գիտակցությամբ ապրենք մեր կյանքը։ Եվ ո գիրագին զարգազարդ է։ Արիթ է, որ մենք մեր հավատքը, մեր կյանքը զարգազարդենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Վերանորոգենք եւ զարգենք մեր կյանքը իր շնորհքներով, իր օրհնությամբ, որովհետեւ մենք գարենանք ավակ շաբաթը կայ արքայ իր հետ գալենք, կողքոտային եւ ապա երթանք դեպի նոր կյանք, դեպի հարություն։ Ավակ շաբաթը մեզի համար հարուստ արիթ է, որ մենք նաեւ այդ ավակ շաբաթվա մեջ Քրիստոսի օրինակով մենք գիտենք մեր կյանքը, որպես քրիստոնյա։ Ես այսօր իրապես կսկամ Հիսուս Քրիստոսի ներկայությունն կյանքիս մեջ, ինչպես կսեբոս արաքյալ, թե բարձրապես իր անունը կգրեմ։ Մենք պետք է զգանք Հիսուս Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ։ Մենք անունով քրիստոնյա չենք։ Քրիստոնեությունը սիրելիներ կյանք է եւ ոչ թե գործումը։ Այդ կյանքը մենք պիտի ապրենք, պիտի զգանք։ Եվ ահավասի այսօր 40-օրյա հեսողությունը եւ ապա շաբաթը, որ գուկա հարաճիգա շաբաթ, տանգակի շաբաթը մեզի համար արիթ է, որ մենք ամեն օր Քրիստոսի հետ կանենք։ Ամեն օր Քրիստոսի հավատքով զորանանք եւ Քրիստոսով առաջնորդվենք դեպի հարություն, դեպի նոր կյանք։ Գաղութեմ, որ Աստված ծեր բոլորին հավատքը զորացնե, բոլորս ալ կմաղթեմ, որ դառնանք իսկական դնդեսները, բարի դնդեսներ, Աստծո շնորհքով օժտված եւ աղոթքս եւ մաղթանքս է, որ Աստված մեզի ուժը, կարողությունը եւ որովը դա, որովհետեւ գարենանք իր շնորհքներով ապրենք մեր կյանքը, իր բարքի համար, որովհետեւ դերը պարապանվի մեր կյանքի մեջ, որովհետեւ մենք Աստծո կյանքով, Քրիստոսի շնորհքով լուսավորվենք եւ լուսավորենք մեր շրջապատը, խավարած սրտերը լուսավորենք բոլորս եւ դառնանք ճշմարիտ դնդեսներ Աստծո դաշտի մեջ։ Ամեն։